Եվ այսպես մի տրվեք մանիպուլյացիաներին Ադրբեջանի հետ սահմանը շարունակում է փակ մնալ հարգելի հեռուստադիտողներ Չեռնոմырդինի ժամանակին ասում էր хотели как лучше получилось как всегда հիմա իշխանությունները բավականին երկար ժամանակ քարոզում են որ այս սա Ղազախստանից ցորեն է գալու բայց վերջում առաջինը եկավ ցորենը Ռուսաստանից այս ամենի վերաբերյալ իշխանությունները իհարկե չէին կարող իրենց մեկնաբանությունները չտային նույնիսկ Գևորգ Պապոյանը ֆինանսների նախարարը գնաց եւ էկոնոմիկայի նախարարը գնաց եւ դիմավորեց ռուսական ցորենը, որը Ադրբեջանով եկել էր Հայաստան, նշեց, որ 1000 տոննա ցորեն է եկել Միևնույն ժամանակ ինչն էր նաև հատկանշական Գևորգ Պապոյանը չկարողացավ մանրամասն ներկայացնել թե զուտ ճանապարհի առումով որքանով է կրճատվում Հայաստան ցորեն մատակարարման այս ճանապարհը ի շնորհիվ ադրբեջանական այս տրանզիտային հնարավորությունների ինչպես նաև Գևորգ Պապոյանը հրաժարվեց մանրամասներ ներկայացնել թե որ մասնավոր ընկերությունն է ձեռք բերել ցորենը Ռուսաստանից որը Ադրբեջանով եկել է Հայաստան իսկ այդ մասնավոր ընկերությունը ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների Սամվել Ալեքսանյանի ընկերությունն է մի մարդու ում սուպերմարկետը այսօր Կոմիտաս պողոտայում այրվում էր Գևորգ Պապոյանը պարզը պետք է մեկնաբանություններ տար բայց այս հարցի վերաբերյալ պետք է մեկնաբանություն տար նաև Նիկոլ Փաշինյանը ով կառավարության նիստից հետո եւ կառավարության նիստի ժամանակ եւ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այս հարցին հերթական անգամ օգտագործեց այս ձևակերպումը որ սա պատմական փաստ է որ ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով եկել է եւ հասել է Հայաստանի Հանրապետություն, բայց եկեք իսկապես մի փոքր ավելի խորքային վերլուծենք տեղի ունեցածը։ Ընդհանրապես ինչ է կատարվել, ինչ են փորձում համոզել իշխանությունները եւ ինչ ունենք իրականում հարգելի հեռուստադիտողներ, կրկին ասենք, սահմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև շարունակում է փակ մնալ։ Հիշում եք ինչ էին ասում իշխանությունները 2022 թվականի ավարտից դեկտեմբերից սկսած մինչև Արցախի անկումը քարոզչությունը հետեւյալն էր, որ մենք չենք խառնվելու Լաչինի բլոկադայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, որովհետև շատ բարձ, որովհետև Ադրբեջանը ունի պահանջ, որ եթե Լաչինի միջանցքը գործում, ուրեմն Հայաստանով պետք է գործի Զանգեզուրի միջանցքից մենք չենք ուզում միջանց, մենք ուզում ենք կոմունիկացիաների ապաշրջափակում, կոմունիկացիաների ապաշրջափակում նշանակում է բաց սահմաններ, բայց հիմա մենք ունենք մի իրավիճակ, չկա Լաչինի միջանցքը, չկա Արցախը, բայց սահմանները շարունակում են փակ մնալ Ադրբեջանով ռուսական ցորենը եկել է Վրաստան, Վրաստանից նոր եկել է Հայաստանի Հանրապետություն։ Սա առաջինը։ Երկրորդը, տեսեք, միջև Արցախի անկումը Հայաստանի Հանրապետությունը Արցախից ստանում էր տարեկան մոտավորապես 50,000 տոննա ցորեն, այսօր 1000 տոննա ցորեն ենք մենք ստացել ու հիմա տրամաբանական հարց է առաջանում, արդյոք պետք էր զոհել հազարավոր քաղաքացիների կյանքեր, արդյոք պետք էր 12000 քառակուսի կիլոմետր կորցնել, արդյոք պետք էր թույլ տալ Ադրբեջանի ռազմական ենթակառուցվածքները ել ավելի մոտենան Հայաստանի Հանրապետության սահմանին, որ Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ցորեն ստանանք։ Երրորդը, հարգելի հեռուստադիտողներ, 2024 թվականի հոկտեմբերին մեր պաշտոնյաներից Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մի այսպիսի հայտարարություն է արել, որ ռազմավարական առումով մենք կարող ենք ցորենը փոխարինել բրնձով, ինչպես նաև նա հիմնավորել էր այս հանգամանքը նրանով, որ կա որոշակի արտաքին վտանգների առջև խոցելիության խնդիր եւ պարենային անվտանգություն ապահովելու համար անհրաժեշտ է դիտարկել նաև այս տարբերակը ցորենից անցնել բրնձի Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք ավելի պարզ մարդկային լեզվի, Արմեն Գրիգորյանը ասում էր հետևյալը, մենք ցորենի զգալի հատված, այսինքն 95%-ից ավելին ստանում ենք Ռուսաստանից, դա մոտավորապես տարեկան 350,000 տոննա ցորենի մասին է խոսքը, եւ հնարավոր է, որ Ռուսաստանը ինչ-ինչ հանգամանքներից ելնելով փորձի օգտագործել այս գործոնը եւ Հայաստանի Հանրապետության վրա ճնշում գործադրի, դա իր հերթին կհանգեցնի պարենային անվտանգության հետ կապված սպառնալիքների, ուստի անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել մատակարարման շուկաները եւ հնարավոր այլ խնդիրների վերաբերյալ եւս դիվերսիֆիկացիա իրականացնել, բայց վերջում մարդիկ կրկին եկան եւ Ռուսաստանից ցորեն բերեցին։ Հարգելի հեռուստադիտողներ, իրականում Հայաստանին իսկապես անհրաժեշտ է, որ երկաթգծով մենք կապ ունենանք Ռուսաստանի Դաշնության հետ, բայց Ադրբեջանը սրա հետ կապ չունի, որովհետեւ մեզ համար ամենաընդունելի տարբերակը կլիներ, եթե աբխազական երթուղին գործեր։ Եվս մի կարևոր նրբերանգ կա։ Տեսեք, այս իրադարձության համատեքստում զգալի
զգալի դերակատարում են ունեցել որոշ ռուս պաշտոնյաներ, որոնք այս ամենի վերաբերյալ եւս մեկնաբանություններ են տվել։ Առնվազն կարող է տպավորություն ստեղծվել, որ Ռուսաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնք կարծում են, որ այս տեսակ քայլերով իրենք կարող են Նիկոլ Փաշինյանին ետ պահել այն ճանապարհից, որը հանգեցնելու է ԵԱՏՄ-ից դուրս գալուն, կամ այն ճանապարհից, որը հանգեցնելու է թուրքական աշխարհին ինտեգրմանը, բայց այս հարցի պատասխանը Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ տվեց։ Կրկին ասենք, մի կողմից ինքը խոսում է, որ պատմական իրադարձությունը տեղի ունեցել, Ռուսաստանից ցորեն ենք բերել, հաջորդիվ նա խոսում է այն մասին, որ փաստորեն Ռուսաստանի KGB-ն ունի գործակալ հայ առաքելական եկեղեցում ու դա այն պայմաններում, երբ որ ինքը պատերազմ է հայտարարել հենց հայ առաքելական եկեղեցուն։ Նիկոլ Փաշինյանի համար ռազմավարական ընտրությունը վաղուց կատարվել է։ Նիկոլ Փաշինյանը վաղուց Հայաստանի Հանրապետության համար արդեն գնել է այսպես կոչված թուրանական էքսպրեսի տոմսերը, բայց ամենակարևորն այն է, որ այս ամենը հասկանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Մտածեք այդ մասին։